Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագի նյուզի եթերում ըստեյությանն այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք քաղաքագետ ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանին։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Պարոն Պետրոսյան, երկրորդ եւ երրորդ նախագահների թիմակիցների միջև կարծես թե հրաձգություն է սկսվել, փոխադարձ մեղադրանքներ, վիճաբանություններ եւ մեկնարկը կարծես թե տրվեց Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից։ Փաստացի դուք ճիշտ էիք, իսկ ինչպես պետք է լուծել այս խնդիրը։ Շնորհակալություն հրավերի համար։ Գիտեք, ինձ չի սփոփում իմ ճիշտ լինելը, եւ այն ամեն ինչի մասին ես արտահայտվել եմ կամ խոսել եմ, ամենևին էլ նպատակային չէ, որ ես ցույց տայի, որ ես ճիշտ եմ։ Ես ուղղակի բարձրացել եմ այն խնդիրները, այն իրականությունը, որ կա, որը շարունակաբար փորձել է միշտ կոծկել ու ուղղակի սեփական ներխմբային պայքարի համար հազարներով մարդիկ են հանել փողոց, չգիտեմ, չստացված մի հանրահավաքներ են արել, հուսահատեցրել են եւ դրանով շատ ավելի ամրապնդել են ներկա իշխանությանը։ Եվ այսօր էլ նրանք բացառապես ներքին մակարդակում ներկա իշխանության հենարաններն են։ Արտաքին աշխարհում այս իշխանությունը ունի թուրքական աշխարհ, որը իր միակ հենարանն է այս պահին, եւ ներսում կա պարլամենտական ընդդիմություն, որը իր անսասան հենարանն է այս իշխանության համար։ Այլ հենարան այս իշխանությունը այլևս չունի։ Եվ այն, ինչ այսօր տեղի ունենում բաց, դա սկսած 20 թվականից տեղի է ունեցել։ Ուղղակի հնարավորինս փորձել են հանրությանը այլ բան ներկայացնել, փորձել են մանիպուլացնել հանրությանը, ասելով գիտեք ինչ, մենք միասնական ենք, միասին պայքարում ենք Նիկոլ Փաշինյանի դեմ եւ այլն, այնինչ որևիցե մեկի խնդիր ամենևին Նիկոլ Փաշինյանը չի եղել, բացարձակապես։ Նրանք ունեցել են իրար մեջ խնդիր, որի մասին ես, ինչպես գիտեք, հմեկում նաեւ դրա մասին ես բարձրաձայնել եմ։ Եվ ես ամենևին չեմ ուրախանում այդ իրավիճակով, բայց փաստը դա է։ Այստեղ ոչ քաղաքական օրակարգ կա, ոչ պետական շահ կա, ոչ ազգային շահ կա, քաղաքական իմաստով եմ ես ասում։ Անձերը դնենք մի կողմ, ամենայն հարգանքով անձերի նկատմամբ ներկա իշխանության եւ նախկին իշխանությունների միջև քաղաքական բովանդակության առումով որևէ տարբերություն չկա։ Խոսույթները ինչ որ ժամանակ տարբեր են եղել, բայց բովանդակություն, վարքագիծ, քաղաքական արժե համակարգ բացարձակապես տարբերություն չկա։ Սա նույն համակարգն է, որի սկիզբը դրվել է 91 թվականից։ Երրորդ հանրապետությունում այն համակարգ, որը գերակա է եղել, սկիզբը դրվել, այդ համակարգը շարունակվում է այսօր։ Եվ այստեղ մարդիկ ասում են, գիտեք ինչ, ախր սա ինչպես եղավ, բա այսպես չի կարելի եւ այլն։ Սա իրականությունը մեր սա է, եւ սա բազմիցս եմ ասել։ Եվ հետեւաբար մենք գալիս ենք էլ նույն այն թեզին, որը իդեպ դա էլ եմ դրա մասին առաջին ես խոսել, այդ բառը նույնիսկ է ընդդիմափոխություն։ Եթե չլինի ընդդիմափոխություն Հայաստանում, իշխանափոխություն մոռացեք որ լինի։ Իսկ երբ ես ասեմ ընդդիմափոխություն, շատ այդպես տարբեր ուժեր փորձում են դա մանիպուլացնել, ասելով գիտեք ինչ, Նիկոլ Փաշինյանին թողած պայքարում եք ընդդիմության դեմ եւ այլն։ Մենք ընդդիմության դեմ չենք պայքարում, դեմ ընդդիմություն իշխանություն նույն բևեռն են։ Երբ ասում ենք իշխանություն, հասկացեք նաեւ ընդդիմություն։ Ես քայլերի հերթականությունն եմ ասում։ Դուք պայքարում եք իշխանության դեմ եւ նաեւ մեր պարագայում հանուն հայկական պետականության, բայց այդ գործընթացը առանց ընդդիմափոխության տեղի ունենալ չի կարող, որովհետեւ նաեւ մարդիկ գիտեն, ասում են, եթե ընտրությունը ներկան կամ նախքին է, թողենք մի կողմ, նրանք ճիշտ են, նրանք սխալ են, ես փաստն եմ արձանագրում։ Մարդիկ ասում են, մենք ընտրելու ենք Նիկոլ Փաշինյանին, եւ իրանք դա իդեալական գիտեն այդ ամեն ինչը, ֆանտաստիկ կերպով այդ ամեն ինչը գիտեն, բայց քանի որ այս 30 տարիների ընթացքում կա ինչ որ մի մարդ, որ կարող է վերկեն ասի, գիտեք ինչ, օրինակ, կլինի առաջին նախագահը, կլինի երկրորդ, կլինի երրորդ, ասի, գիտեք, նրանք պետականամետ էին, ազգային եւ պետական շահն էին սպասարկում եւ այլն։ Ամեն մեկը ասում է նախկին 2-ը 3-ը աղետ էին, մենակ մեր նախագահներ ճիշտ է, ամեն մեկը իր արդեն դա է ասում։ Դրա համար ես մի քանի անգամ առաջարկել եմ։ Կարող եք դուք բոլորով հավաքվեք իրար հետ, ասեք որ ամեն մեկի ժամանակ այդքան կատարել է եղել ամեն ինչ, ապա ինչի այսօր ամեն ինչ այսքան աղետալի։ Դուք իրար մեջ հարցեր լուծեք, բայց դուք որակապես նույնն եք։ Եթե մենք այս փակ շրջափուլը չկարողանանք հաղթահարենք, հավատացած եղեք, մենք շատ ավելի վատ իրավիճակում ենք հայտնվելու, բայց ես առավել քան համոզված եմ, որ մենք դուրս ենք գալու այս փակ շրջանակից, ներկա, նախկին այս խոսույթները եւ այլն, անպայման դուրս են գալու, որովհետեւ սա մի համակարգ է, ու դուք կրկնում եմ, չեք կարող պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, բայց չպայքարել Նիկոլ Փաշինյանին ծնունդ տված համակարգի դեմ։ Ուրեմն դուք չեք պայքարում Նիկոլ Փաշինյանի դեմ։ Դուք ուղղակի իմիտացիա եք անում բաժին փախցնելու համար, իշխանության մեջ տեղ զբաղեցնելու համար։ Իսկ այս համակարգը, նա ինչի մասին ես այդքան խոսում եմ, պարլամենտական ընդդիմությունով, նախկին ղեկավարներով եւ այլն։ Այս գիծը այսպես ֆանտաստիկ կերպով ամուր
բացասականի մասում, այսպես 91-94 թվականից ավելի կոնկրետ Արցախի ազատագրումից հետո, այսպես շարունակելով գալիս է։ Եվ նույնիսկ այն խոսույթը, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ասում է, ուշադրություն դարձած կլինեք, չի ասում մենք միտքը փոխանցեմ, ասում մենք պետք է դառնանք ժողովուրդ, ազգի ժողովուրդ։ Սա մեղմ ասած ուղղակի քաղաքական կամ ընդհանրապես գիտական կամ բարոյական տգիտություն անվանելը շատ մեղմ է։ Սա չեմ կարող ասել ինչ աստիճանի անհեթեթություն ու տգիտություն է։ Բայց այս գործընթացը իրականում 94 թվականից եղել է։ Եթե մենք ժամանակին դրանից առաջ որպես ազգ իրականում լիարժեքորեն ձևավորվեցինք, անկախ դրանից ով ինչ կասի Խորհրդային Միությանը, արձանագրենք փաստը իր բոլոր բացասական եւ դրական կողմերով հանդերձ, բայց որպես ազգ, քաղաքական ազգ, որի բարձրագույն ձևը պետականությունն էր, այդ ընթացքում ձևավորվեց, բայց նենց սպասվեց, որ անկախացումից հետո մենք ազգից մինչև այս վերջերս դարձանք ժողովուրդ։ Հիմա ժողովրդից այս իշխանության գլխավորությամբ վերածվում ենք զանգվածի։ Տենդենսը սա է, բայց այս տենդենսը սա է եղել, այսինքն այլ բան չի եղել։ Մենք խոսում ենք տենդենսի տարբեր կետերի մասին, փուլերի մասին, բայց այս մարտիկ, այս նախին ղեկավարները ու ներկան, որ իրենց կատարյալ, արտացոլանքն է, կատարյալ արտացոլանքն է, բոլոր նախին ղեկավարներից ամեն մի կոմպոնենտ հավաքած կատարել արտացոլանքն է։ Այս տենդենսը ուղղակի շարունակի վերջում կնիքն է դնում։ Բայց այս տենդենսն է միշտ եղել։ Մենք եղել ենք ազգ, հիմա ենք աստերամաս չի վիճարկվում։ Քաղաքական արտահայտման ձևն եմ ասում։ Ազգից եղել է տրանսֆորմացիա ժողովուրդ, հիմա այս իշխանությունը ժողովուրդը տրանսֆորմացնում է սարքում զանգված։ Այս փուլի մեջ ենք մենք։ Եթե մենք ուզում ենք կասեցնենք այս գործընթացը, մենք պետք է կարողանանք դուրս գանք ու ճեղքենք այս համակարգը։ Հետևաբար այլ տարբերակ չկա եւ այն ինչը տեղի ունենում այսօր նախկին նախագահներ եւ այլ դա ինա ինչպես դուք ասացիք ես դրա մասին դեռ երբ եմ խոսել բայց ինձ հիշում եք ինչ են ասում դու պարակտում ես ընդդիմությունը եւ այլն պատկերացնում եք դե հիմա իրար ասեք դու պարակտում եք թե չեք պարակտում ինչի մասն է խոսքը բայց իրենք մի հարցի շուրջ ունեն կոնսենսուս որ թույլ չտա նոր դերակատարներ ձևավորվի դրանում բոլորը 100%-անոց իրար հետ համաձայն են այդ ժամանակ բոլորը միավորվում են իրար հետ, իրենց շահերը համընկնում է։ Բայց հենց այդ վտանգը չկա, ներխմբային պայքարը էլի շարունակվում է։ Դե հիմա ասեք, բա ինչ եք ասում, բա պարակտում է Պետրոսյան Սուրենը, պարակտում անդիմությունը եւ այլ, չէ, Պետրոսյան Սուրենը միշտ ասել է ճիշտ է։ Իսկությունն է ասել, որովհետեւ երբեք իմ խոսքը չի եղել պատվիրված, պատվիրակված, X, Y, Z ճյուղերը սпасակ։ Ես ասել եմ ճիշտ է։ Ու եթե ձեզ կարճաժամկետ թվում էր թե դուք ինչ-որ sense հաղթանակներ եք տանում բան լրատվականներում եւ այլն, որ փնովում եք եւ այլն, բայց ժամանակը երկարաժամկետ ցույց է տալիս ով էր։ Միտքը չունի գաղտնիք, որ վարկը Երևան չբերի։ Երևում է, չէ, հիմա կամաց բացվում է այդ ամեն ինչ ով էր։ Նենց որ սա ժամանակը մի փոքր էլ կանցնի, ամեն շատ ավելի արագ իր տեղը կընկնի։ Պարոն Պետրոսյան, եթե նախկին նախագահները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ինչպես ստացվեց, որ օրինակ Բագրատ Սրբազանի հարցում նրանք ընդհանուր հայտարարի եկան, թե Բագրատ Սրբազանը նրանցից մեկի թեկնածուն էր, այսպես ասած։ Ես չեմ կարծում, որ այնտեղ եւս հայտարարի են եկել, որովհետեւ ես դրա մասին բազմիցս ասել եմ, X փուլում շարժումը դարձել էր դրանց երկուսի բախման հարթակ։ Ես դրա մասին եմ բացեիբաց ասել։ Նախ ոչ մի բարակեմ չեն կարող հայտարարի գալ։ Ու ես այդ հարցը բազմիցս տվել եմ։ Ասել եմ କି հիշում եք, երբ որ դուք եք ասել, չէ՞, ասել եմ ձեր խոսույթն ասում եք, այս իշխանությունը թուրք է, դավաճան է, իրենց խոսույթն է, ճիշտ է։ Ամեն հնարավոր առիթով ասում են թուրք, դավաճան։ Բայց նաև դուք եք ասում, չէ՞, որ մենք գնում ենք պատերազմ, մի խրամատի մեջ ենք մտնում, օրինակ Ադրբեջանի դեմ պայքարելուց, ճիշտ է, բոլորը կողք են դնում, չէ՞, իրենց կուսակցական պատկանելությունը կլինի դաշնակ, հանրապետական, չգիտեմ, երկրորդ նախագահի կողմնակից, երրորդ նախագահի առաջի եւ այլն։ Բոլորը դնում են մի կողմ պայքարում են թշնամու դեմ, ճիշտ է, խրամատից։ Հիմա դուք ասում եք, սա բառից բուն իմաստով նույն իրավիճակն է։ Ինչքան եք լսել, չէ՞, ամեն օր երևի այդ խոսույթը տանում են։ Հիմա ինձ մոտ հարց է առաջանում։ Եթե իրականում այդ իրավիճակն է, որ դուք ասում եք, ուրեմն ինչ անձնական իրար հետ ավելի մեծ խնդիր ունեք, որը շատ ավելի մեծ ու կարևոր է, քան հայրենիքի ու պետության պահպանումը։ Իսկ դուք եք չէ՞ նաև ասում, որ սա ազգի պահպանման խնդիր է, չէ՞, պետության, պետականության, չէ՞, հայկականության պահպանման խնդիր է։ Ձեր մեջ այդ ինչ խնդիր կա, որ շատ ավելի կարևոր է, քան ազգը ու պետությունը, որ չեք կարող դա մի կողմ դնել ու ինչպես դուք եք ասում, թուրքի դեմ միասնական ճակատով պայքարեք։ Ես այստեղ կարող եմ իրավացի հետևություն անել, որ ել եմ ասում, անձերին ամենայն հարգանքով քաղաքական բովանդակության մասին եմ ասում, որ կա երկու տարբերակ։
Կամ այս մարդը, ում դուք այդքան ասում եք թուրք, ամենևին էլ թուրք չի, կամ նա թուրք է, բայց դուք հայ չեք։ Այս երկուսն է, ուրիշ երրորդ տարբերակ չկա։ Հիմա կողմնորոշվեք։ Ի՞նչն է խնդիրը, դե ասեք, ասում եք միասնություն ու բոլորին մեկի ինչ չէ, կրկնում եմ, փոխանակ միասնանա, միավորվենք, ում շուրջ ինչի է, դուք միավորված եք իրար հետ։ Ինչ միավորման մասին է խոսքը։ Այս տարբերակում միակ փրկությունը այս քաղաքական ամբովանդակ, անինքնություն ու ամեն գնով իշխանությունը մանդատը սարքած բարձրագույն արժեք խմբավորումներից առանձնանալն է միակ տարբերակն է, երկրորդ տարբերակ գոյություն չունի։ Պարոն Պետրոսյան, սրբազան շարժման օրերին ձեզ այսպես ասած առևանգեցին, բայց դուք այդպես էլ այդ մասին չխոսեցիք, չասացիք ով էր ձեզ առևանգել, ինչ են ձեզ հետ արել, ինչ որ մանրամասներ։ Ես դրա մասին, որ անկեղծ ասեմ, դրա մասին ժամանակը գայ շատ ավելի մանրամասն խոսամ, քանի որ թեման որպես այդպեսին այլևս ոնց որ ասած ժամանակավոր է դարձել։ Ես ուղղակի եւս մի անգամ մի բան կհիշեցնեմ, որ ասում են, գիտեք ինչ, նա տարավ, դարձավ գործակալ եւ այլն, չէ՞, այդ մի թեմային հարցն է։ Ես բազմիցս ասել եմ, այդ շարժման պիկը մայիսի 9-ն էր, մայիսի 11-ն էր, 20-ն էր, 26-ն էր, հետո հունիսի 9-ն էր։ Եթե իմ դերը դա պիտի լիներ, չէ՞, պարակտել, ինչպես ասում են, բայց ինչի մայիսին ինչ են պարակտել։ Այն ժամանակ դեպս այդ խնդիրները արդեն կային, արտացոլում էր, հա, որ շարժումը արդեն ուրիշ մարդիկ են առաջնորդում։ Այդ ժամանակ չի եղել պարակտում մայիսի 9-ին, երբ որ արդեն շարժումը որպես այդպեսին գոյություն չուներ ու իրենք էին ասում, չէ, ինստիտուցիոնալ փուլ է մտնում։ Այդ դեպքում արդեն պարակտում այդտեղ որ եղավ, բնավորապես պրիմիտիվ տրամաբանությունը մարդ չունենա, ուղղակի այս օրակարգերը նախապես էր պատրաստված, այս օրակարգերը պետք է տրվեր մայիսի 15-ին, բայց քանի որ ես շատ լավ եմ պատկերացնում, ինչա տեղի ունենում, դա սենց ասեմ, այս արդեն դարձավ ժամանակավոր, բայց հիմա այլ մարդիկ տեսնում են, չէ, ով էր, ում հետևում ով էր կանգնած, ով ինչ էր անում, ու այն ժամանակ ինչ ասում էի, շատ մարդիկ էմոցիոնալ սվիներով էին ընդունում։ Դե հիմա ասեք, խնդրեմ, որ բառն եմ ձեզ սխալ ասեք կամ որ հարցում եմ ձեզ ստե։ Մի հարց ասեք, որում ստել եմ կամ ասեք, այ, երևաց որ դուք, չգիտեմ, ծախվել եք, չգիտեմ, մի հարց ասեք։ Ինչ որ ասում ես ճիշտն եմ ասում, որտեվ էլ եմ ասում, ես խնդիր չունեմ, որ ինչ որ մի օրակարգ սպասարկելու, մարդու սպասարկելու կամ ինչ որ մի ուղղություն սպասարկելու։ Ինչքան գնա, այդքան է ճիշտ անընդհատ երևալու է։ Դա ման ասում եմ, ես կարճաժամկետ այն մարդի ովքեր գնում են կարճաժամկետ, չգիտեմ, շայի հետևից, մնացած նրանք մշտապես պարտված են լինելու։ Հիմա ժամանակը ցույց կտա, ինչ որ ժամանակ հետո ով որտեղ կլինի։ Երբ այդ ժամանակը որ ներկայացնեք, թե որտեղ էիք։ Ես չեմ կարող ասել հստակ երբ է ժամանակը, բայց ես կարող եմ հստակ ասել, ինչա պետք դրա համար անել ու ինչ ենք մենք անում։ Ես դա կարող եմ ասել, ես կարող եմ երաշխավորել ու դա անպայման լինելու է։ Ժամանակի հարցում կախված է մեզնից, թե ինչպես մենք աշխատենք։ Ի տարբերություն մնացած ուժերի, մենք երբեք իշխանություն չենք ակնկալել դրսից, որ մեզ պետք է դրսից իշխանություն տան։ Իսկ օրինակ պարլամենտական հանդիմությունը եւ նրանց ացանցիալ թևեր միշտ ինչպես էս ի վերջի 30 տարիներին եղել է հպատակային քաղաքականություն, որ միշտ ասել են, չէ, գիտեք, մեզ ռուսական կողմը մեր հովանավորն է։ Մենք ապիկուն ենք փնտրում ներողություն ռուսերեն խոսքի համար։ Նրանք մեզ կպահեն։ Մեկը հանկարծ ինչ-որ մի խումբ հիասթափվել է, ասում է, գիտեք ինչ, մեզ արևմուտքը հիմա կփրկի, կպահի։ Այս հովանավոր տեր մանգալու process-ն է մեր մոտ, եւ սա քաղաքականության մեջ կոչվում է հպատակային քաղաքականություն։ Ու հիմա այս մարդիկ պայքարում են բացառապես ընդդիմադիր դաշտի համար։ Չհավատակ, որևիցե մեկը Նիկոլ Փաշինյանի հետ խնդիր չունի։ Ինքը գիտի որ անգամ իշխանություն չի կարող վերցնել։ Որտեւ ինքը ներսում իշխանություն չունի, աջակցություն չունի, ինքը ոչ մեկ, որևիցե մեկը եւ հետեւաբար իրենց ակնկալիքը, որ իրենց դրսից պետք է իշխանություն տան։ Հետեւաբար պայքարը գնում է ընդդիմադիր դաշտի համար եւ այս վառ օրինակը երկրորդ նախագահների միջև։ Նրանք ոչ մեկ չի պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Պայքարում են ընդդիմադիր դաշտում ով առաջի համարը կլինի, ակնկալելով որ ինչ-որ մի պայ կգա, երբ որ կասեն Նիկոլ Փաշինյանը իր առաքելությունը ավարտել է դրսից, կասեն դե երկրորդ համարը ով է ընդդիմադիր դաշտում եւ մենք իշխանությունը պետք է տանք իրեն։ Այս երկրորդ համարի համարը կռիվը գնում։ Ոչ մեկ իշխանության համար չի պայքարում։ Բայց նույնիսկ սա չեն հասկանում իրանք ինչա տեղի ունենում։ Ժամանակի ոգին չեն ըմբռնում։ Եթե 20 տարի առաջ կա դա այդպես էր, հիմա այդպես չի։ Չկա այդպեսի բան, չկա, դրանք արդեն միֆեր են, ոչ մեկ դրսից իշխանություն չի տալու։ Եվ եթե նույնիսկ տա, դուք Նիկոլ Փաշինյանից միևնույն չեք տարբերել, որովհետեւ սպասարկել եք մի դեպքում կարող է X-ի շահերը սպասարկել, մյուսում Y-ի, բայց ոչ պետական շահեր։ Ու սա էլ ասեմ ես ավելի པարզ, հա, ցանկացած իշխանություն ունի երկու սյուն լեգիտիմության, այսինքն աջակցության, մեկը ներքին, մեկը արտաքին։ Երբ որ դուք չեք ունենում ներքին աջակցություն եւ կախված եք լինում միայն արտաքին
աջակցությունից, երբեք չեք կարող սպասարկել պետական շահ։ Դա տեսականորեն հնարավոր չի, բացառված է, որովհետև դուք չեք կարող գնալ սակարկության։ Եթե ինչ-որ միտեղ լինի թեթև անհամաձայնություն նույնիսկ, ասենք այս մի սյունն է կկտրենք, դուք իշխանություն չեք ունենա։ Բայց երբ որ դուք ունեք ներքին լեգիտիմություն, այստեղ դուք կարողանում եք գնալ որոշ չափով նույնիսկ բանակցությունների։ Հա սկզբի համար եմ ասում որոշ չափով, հետո արդեն նորմալ, այս ծանր վիճակի պայմաններում եմ ասում։ Ու այստեղ եթե ինչ-որ մեկը կտրի, ձեր հարցերը այդքան հեշտ չի լուծի, որտեղ դուք ներսում ունեք աջակցություն։ Հետևաբար մենք այս իշխանու այս process-ում մեր աջակցությունը բացառապես հիմնական գերակա ակնկալում ենք ներսից։ Դուրսը կարող է դեմ չլինել, դրսի հետ էլ է պետք բանակցել Արևմուտքի հետ, Ռուսաստանի հետ, Իրանի հետ, բոլորի հետ։ Եվ սա նորմալ process-ով ասի չէ, մենք դուրսը բան սուտ կասի։ Սա շատ նորմալ, օրգանական process է, բայց հիմնական շեշտը մենք դնում ենք ներսի վրա։ Մենք պետք է ներսից աջակցություն ունենանք։ Մենք չենք սպասում, որ մեկը մեզ պետք է իշխանություն տա։ Եթե մենք այդ ակնկալիքներն ունենայինք, օրինակ եմ ասում, կամ նույն արժեքի կրող լինենք, հենա անդամագրված կլինենք պարլամենտական ընդդիմության շարժումներից ինչ որ մեկին եւ այլն, մանդատ եւ այլն իմաստն եմ ասում։ Այդ չի խնդիրը։ Եթե դուք իրականում եք այդ փոփոխությունը անեք, դուք առաջինի պետք է ներսից ունենաք աջակցություն։ Իսկ դուք գիտեք, որ պարլամենտական ընդդիմությունը նրանցից ացանցիալ ինչ որ ուժեր, փոքր, ավելի դերակատարներ տեսականորեն հնարավոր չի ժողովրդի կողմից ունենան աջակցություն։ Հետևաբար իրենց մնում է սпасել, միայն ակնկալել, որ դրսից ինչ որ իրանք ներսում պայքարեն իրենց լրատվամիջոցներով, իրենց ֆինանսով 2 բևեռ, 3 բևեռ ներսում պայքարեն ընդդիմադիր տեղի համար, որ հետո դրսից մեկը իրենց իշխանություն տա։ Բայց իրենք չեն պատկերացնում, որ այդ կանոնները այլևս չեն գործում։ Ոնց որ ներկա իշխանությունը թույլ պատկերացումներ ուներ միջազգային հանրության մասին, ռուս-ուկրաինական պատերազմի, Ուկրաինա-Ամերիկա հարաբերությունների մասին, ինչքան անհեթեթ պատկերացումներ ուներ, չէ՞, մենք տեսանք, չէ՞, այդքան անհեթեթ պատկերացում ունեն ներքին դերակատարները իրենց տրվող իշխանության մասին, այդ աստիճան անհեթեթ։ Եվ իրենք չեն պատկերացնում։ Ուղղակի իրենք անընդհատ իրենց հույս տալով եւ գիտեք ինչա։ Ամեն մի թևը գալիս իր կողմնակիցներին ասում է դաբրոները կա, տեսեք, սպասեք մի քանի ամսից, տեսեք, մնացեք, տեսեք ինչ ենք անում։ Համատարած այս խոսույթն է։ Համոզված եմ դուք 1000 ծանոթ կունենեք, համատարած, որ թիմ չեն կարողանում պահել 2-3 ամիս, բան, ու այդ 2-3 ամիսը 2021 թվականի հունվար ամսից սկսվել է, արդեն 5 տարի։ 2 ամիս սպասեք դաբրոները, ինչ դաբրո, ինչի մասնա խոսքը, լավ, այդ աստիճանի անինքնություն լինել ոնց կարելի է, ինչ դաբրոյի մասնա խոսքը։ Եթե դուք դի դաբրոյով գաք, ուրեմն վայդ գալուն։ Դուք միևնույն է, այսպես թե այնպես քաղաքական բովանդակությամբ Նիկոլ Փաշինյանից չեք տարբերվում, բայց ավելի վատ եք լինելու։ Պարոն Պետրոսյան, ձեր գաղափարական եւ երևի թե հենց կյանքում ընկեր Վահե Թորոսյանը որոշ ժամանակ առաջ մի հրապարակում էր արել, ըստ որի Սապել Եսայանը օտարերկրյա ագենտ է եւ խորհրդային իշխանությունը ճիշտ է արել, որ սպանել է նրան, եւ դուք 2 օր առաջ, եթե չեմ սխալվում, տեսանյութ եք հրապարակել, որտեղ հերոսացնում եք Սապել Եսայանին։ Իրար հետ այդ թեմայով խոսել եք առհասարակ։ Հրանկեղծ ասեմ, այդ թեմայով չեն խոսել, շատ տարբեր կարծիքներ կարող են Վահեն եւ բացի մեր թիմակից իմ ընկերն այ եւ այլն կարող են շատ տարբեր թեմաներով շատ տարբեր կարծիքներ լինել, շատ պատմական փաստերի վերաբերյալ շատ տարբեր մոտեցումներ լինել։ Նույն հաջողությամբ մենք կարող ենք ասել առաջի հանրապետության ձևավորումը։ Մենք բոլորս խոսում ենք, նշում ենք առաջին հանրապետությունը, բայց առաջին հանրապետությունը այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ պատմությանը ծանոթ են, գիտեն, որ շատ կոպիտ ասեմ, հա, ներողություն եմ խնդրում, բայց դա թուրքերի կողմից է ձևավորված եղել։ Եվ թուրքերն են վերջնաժամկետ դրել, որ մենք ձևավորենք Հայաստանի առաջին հանրապետությունը։ Ուզում եմ ասեմ, այսպիսի բաներ կարող են լինել, ուղղակի մենք ես այդ հոլովակով, հա, կարելի ասել, որ կարելի է այսպես ասել, որ փորձել եմ նաև, հա, կնոջ դերը ու նաև որտեղ Սապել Եսայանը միակ կինն է եղել, որը ընդգրկված է եղել այդ մահվան դատապարտվածների ցուցակում, սա արդեն ինչ-որ բանի մասին խոսում է, չէ՞, այսինքն նա խանգարել է ինչ-որ process-ի։ Ես ուղղակի փորձել եմ այդ բացառիկ երևույթը եւ կնոջ դերը այդ գործընթացին ուղղակի նշել, որովհետեւ կին կամ մարդ, ով ուղղակի փորձել է իր գործունեությամբ վարպայել հիշողությունը մարդկանց, այսինքն արձանագրել է այն ամեն ինչը տեղի ունեցել, որը պետական քարոզչությունը թաքցնում էր։ Սա է ուղղակի եղել, այսինքն այստեղ շատ խորքային առումով այսպես այդ հակասությունների մեջ մենք չենք մտել, դրա համար այդ վառ օրինակը բերեցի, եթե մենք այդպես հակասությունների մեջ մտնենք, շատ ահավոր փաստեր կարող են դուրս գալ, ասում են առաջին հանրապետության մասին, որ դուք այդպես չեն խոսում, հա, այդ նույն մեր հայտնի երկարամյա կուսակցության մասին եւ այլ շատ խորան կտեսնենք այնտեղ, որ թուրքական գծից էական տարբերություն շատ դեպքերում չի եղել, բայց շատ բաներ կա, որը որ
չի կարելի անընդհատ այսպես, հա, վերանել որ օգուտ չի տալու։ Գագիկ Բեկլարյանի տրանսպորտի եւ կապի նախարար եղած ժամանակ դուք եղել եք վարչության պետ, շարունակում եք կապը նրա հետ։ Եղել եմ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար եւ ինչ ես դուրս եմ եկել իմ դիմումի համաձայն 2016 թվականի սեպտեմբեր ամսին, գրեթե 9 տարի առաջ, ոչ ուղիղ, ոչ անուղղակի, ոչ միջնորդավորված, նույնիսկ ֆիզիկական անգամ պատահական չեմ հանդիպել, ոչ միջնորդավորված, խոսել որևիցե տարբերակով։ Իմ այնտեղ եղել է բացառապես աշխատանքային հարաբերությունների շրջանակում, հենց 2016 թվականի օրով եմ ասում, սեպտեմբերի 23-ից հետո որևէ առնչություն, որևէ կապ, անգամ կրկնում եմ միջնորդավորված երբեք որևիցե պարագայում չի եղել, անգամ 3-4 տարբեր հարթություններով միջնորդավորված երբեք չի եղել։ Իսկ սպասում եք, որ մի օր նա կդառնա օրինակ Տիգրան Ավինյանի կամակատարը, ներողություն բառիս համար 10 աշիկը։ Ինձ անկեղծ եմ ասում, ամեն մեկը իր կյանքի ճանապարհի համար պիտի պատասխան տա։ Այդ հարցերից բացարձակապես ընդհանրապես որևիցե առումով չվերաբերում են, ոչ էլ իմ հետաքրքրությունների շրջանակում են։ Ես ինչ-որ մի հարցին կարող եմ անդրադառնալ քաղաքական ենթատեքստում, բայց ձեր ասացի մեջ որպես այդպեսին քաղաքական բովանդակությունը չի, այլ ավելի շատ անձնական, իսկ անձնականը ամեն մեկը իր կյանքը ինքն է որոշում, թե ինչ ճանապարհով կգնա։ Որ անկեղծ ասում, իսկ անգամ չեմ պատկերացնում, տեղյակ չեմ ով հետ ինչ հարաբերությունների մեջ է, իրականում ընդհանրապես չէ հետաքրքրում ով ինչ հարաբերությունների մեջ է։ Պարոն Պետրոսյան, դուք հայտնի եք որպես Եվրոպամետ գործիչ, համենայն դեպս դուք հանդիպումների շարք եք ունեցել օրինակ Ֆրանսիայում, այլ ոչ թե Ռուսաստանում։ Ինչու՞ չեք միանում այսպես Եվրաքվեին։ Ես անկեղծ ասած առաջի անգամ եմ լսում, որ ես Եվրոպամետ եմ, որովհետև բոլոր հարթակներում ինձ ասում են ռուսամետ։ Բոլոր անխտիր, բոլոր հարթակներում առաջի անգամ եմ լսում Եվրոպամետ։ Նախ Եվրոպամետ ասելը պիտի մենք հասկանանք ինչ ենք, պիտի բացատրենք ինչ ենք հասկանում Եվրոպամետ ասելով։ Ինչն է դա։ Եթե դուք կարծում եք Հայաստանում կան եվրոպամետներ, դուք չարաչար սխալվում եք, որտեղ եվրոպամետ լինելը Եվրոպայից կամ եվրոպական տարբեր կառույցներից գրանտներ ստանալ եւ հակապետական օրակարգեր սպասարկելը չի։ Ռուսամետ նույնիսկ։ Մենք ռուսամետ չունենք Հայաստանում, որ ասենք ռուսամետ են։ Ռուսամետը եւս ինչ որ մեկի հետ, չգիտեմ, Ռուսաստանի շոկոլադնիցայում կոֆե խմելը չի նշանակում, որ նա ռուսամետ է։ Չենք պատկերացնում ինչի մասն ենք խոսում։ Ընդհանրապես մենք չենք պատկերացնում ինչա քաղաքականությունը, ինչա ընդհանրապես Եվրոպան, ինչա Ռուսաստանը, ինչա այդ մետությունը ընդհանրապես։ Ես բազմիցս ասել եմ, որ իմ ուղղությունը, մեր ուղղությունը երբեք ինչ-որ մետը չի։ Մեր ուղղությունը ոչ թե կողմնորոշումն, այլ ինքնորոշումն է։ Եվ այս ճանապարհին դու պիտի բաց լինես տարբեր հարթակներում մարդկանց հետ շփվելու, տարբեր հարթակներում, ոնց որ օրինակ նույն ներքաղաքական մակարդակում չի եղել ինչ-որ մի դերակատար, ինչ-որ մի դերակատար, որը ասի ուզում եմ հանդիպեմ, խոսեմ, ես ասում չէ, չեմ ուզում հանդիպեմ, որտեղ իմ խոսույթը երբեք չի փոխվել դրանից։ Ես կհանդիպեմ Եվրոպայի դերակատարների հետ, օրինակ ռուսական կողմը, որ ասում եք օրինակ ռուսական կողմից չկա, չէ, այդ ոնց ասեմ, չգիտեմ, նկարները կամ որ լուրերը, հա, որ հանդիպել եմ այդպես, որովհետև ռուսական կողմը այդ հանդիպումներին այլ տրամաբանության բան նայում։ Ռուսական կողմը հանրայնացման որպես այդպեսին կողմ չի։ Շատ ավելի այլ աշխատանքի ձև ունեն։ Եվրոպական կողմը հանրայնացմանը դեմ չի։ Ամեն մեկ իր աշխատելու ձևն ունի։ Այսինքն, ուզեմ ասեմ, սա չի նշանակում, որ ես միայն եվրոպական կողմի հետ եմ։ Ռուսական կողմի հետ հանդիպել եղել եմ, բայց բնականաբար, շատ-շատերը տեղյակ են, մարդիկ կան, որ մի խոսով մանրամասն նույնիսկ տեղյակ են, բոլորն գիտեն, բայց ամեն ինչ որ պետք է լուսաբանել, բայց կարևորը այն չի, թե դուք ում հետ եք հանդիպում։ Կարևորը նա է, բացի ում հետ եք հանդիպում, թե ինչ եք քննարկում։ Եթե դուք հանդիպում եք եվրոպական կողմի հետ եւ գալիս եք ասում եք, գիտեք ինչ, ես կընդունեմ բոլոր նախապայմանները, միայն ինձ ֆինանսապես օգնեք, հնարավորություն տվեք ձեր ռեսուրսներից օգտվեմ, որ գամ իշխանության կամ մասնաբաժին ունենամ իշխանությունից։ Ու նույնը գնում եք ասում եք Ռուսաստանում, իդեպ մեր շատ տարբեր գործիչներ գնում են թիվ էին ասում են այսքան թիվ տվեք, մենք գիտեք ինչ կանենք, իսկ ասում էին պայմանական եմ ասում, հա, ասում էին մեզ թիվը փոխած եմ ասում, որտեղ լսողեք իմանա ինչի մասն եմ ասում։ Օրինակ ասում եմ, ես $10 միլիոն կտակ, ասում են ինչի, ասում ենք հեղափոխություն կանենք։ Ասում են լավ, իսկ դրա դիմաց մենք ինչ կստանանք, ռուսական կողմից XY մարդիկ են պատասխանում։ Ասում են դե ինչ պետքա, դուք իմացեք, որ ձեր մարդիկ Հայաստանում են եւ այլն մենք կանենք։ Իսկ նրանց պատասխանը որպես կանոն գիտեք ինչ է լինում։ Ասում են, եթե ինչ-որ մեկը ձեզ տա 11 միլիոն, այսինքն ուզում եմ ասել դուք
փողով են հարցնում, մեկը ավելի շատ տա, վաճառվելու է, ինչ տարբերություն է։ Մենք հիմա 16-ից ինչ որ մեկը 11 է տալու։ Այս քոչվորությունը, այս անինքնությունը ամենտեղ շարունակվում է։ Դրա համար կապ չունի մենք ում հետ կհանդիպենք։ Կապ ունի թե մենք ինչ ենք խոսում, ինչից են խոսում, ինչ օրակարգ են խոսում, մենք մնում ենք մեր առանցքի շուրջ չենք մնում։ Իսկ եթե ինչ որ մեկը կարծում է, որ պետք է գնա ինչ որ մեկի մոտ խոնարհվի եւ դրանով ինքը դառնա, չգիտեմ, պետական ամբետ, ուրեմն չարաչար սխալվում է։ Եթե դուք ունակ չեք տարբեր բևեռների հետ խոսալ եւ ձեր ճանապարհը ներկայացնել եւ ձեր ուղղություն կամ հենց ձեր պետական ու ազգային շահը ներկայացնել հավասարակշռված, որտեղ հնարավորինս կմեղմացնեք բախումների հնարավորությունը, ուրեմն դուք process-ների հետ ընդհանրապես կապ չունեք, պետք է չի որ դուք կապ ունենաք։ Իսկ մեր իրականությունում մենք տեսնում ենք, որ բոլորը կա երկու բևեռ։ Մեկը բոլոր հնարավոր ձևերով, նույնիսկ այն ամենակարկառուն արևմտամետը մեկ օրվա ընթացքում, գիտեք եւ հավանաբար ում ասեմ, ասում անունները չասեմ, խմբով դարձել է անհավանական ռուսամետ։ Ինչ որ մի ժամանակ այս ռուսամետները դարձել են ինչ որ անհասկանալի կերպով մի անհասկանալի արևմտամետներ։ Մենք ոչ արևմտամետներ ունենք, ոչ ռուսամետներ ունենք։ Մենք ունենք մարդիկ, ովքեր ամեն գնով տենչում են ռեսուրսներ, գումար ու իշխանությունից ինչ որ փշուրներ, սեղանից ընկած փշուրներ հավաքի, որտեղ նրանք անգամ չեն հավակնում իշխանություն, որտեղ գիտեն իրանք ուր իշխանություն ունենալու նոր։ Իրենց այդ process-ն է, հետեւաբար նույնիսկ այդ խոսույթն է փչացված, էլի, որ ասում են, չգիտեմ, այ արևմտամետները, ռուսամետները, ես ձեզ վստահեցնում եմ, մենք չունենք այդ ամեն ինչ։ Հələ մի հատ արևմտամետներից մարդ հարցրեք, թող ձեզ պատմի արևմտյան քաղաքակրթության մասին, որն է, ինչ քաղաքակրթությունն է, ինչ քաղաքական առաջնահերթություններ ունի, ինչի վրա է հիմնված նրանց քաղաքականության իրականացման մշակույթը։ Նույնը հարցրեք այդ մեր ռուսամետներին, չընդհանրապես քաղաքականությունը, աշխարհ քաղաքական տեսանկյունից։ Մի հատ հələ հարցրեք, էլի երթում տալը եւ հպատակվել եւ խոնարհվելը դա ինչ որ մի բանի մեծություն չի լինում, չի նշանակում։ Մեր ամենամեծ խնդիրներից մեկն է, որ նույնիսկ այդ հպատակային քաղաքականության մեջ նույնիսկ գիտակցված հպատակություն չի եղել։ Ու մեր այս ամբողջ 30 տարվա պատմությունը ոնց ուզում եք ասեք, ինքը մի ամբողջ առուծախի պատմություն է եղել։ Ամբողջ առուծախի։ Ինչը չի վաճառվել 1000 միավորով, վաճառվել է 1010 միավորով։ Ինչը 2000-ով չի վաճառվել, վաճառվել է 2020 միավորով։ Ամբողջ առու վաճառքի պատմությունն է եղել մերը, ամբողջը։ Ու նույն հենց մեր արևելյան գործընկերության շրջանակներում եւ այլ ես ինքս շատ process-ներում աշխատանքի բերեմով անուղակի եւ ուղակի ներգրաված եմ եղել։ Երբ որ ասում են այս XY գումարը պետք է դոտացիան, պայմանական ասում հատկացվի Հայաստանին, նախարարությունները արդեն 5 րոպե հետո գնում են ջնջում են թե ով որտեղից, այդտեղից ինչ պետք է հատկա տանի ու որ մեկը նախարարություն ինչքան այդտեղից պետք է իրեն հատկացնի, ասես կոպիտ եմ ասում էլի։ Մեր մի հատ մեծ առևտրի պատմություն ա եղել մերը։ Ինչ պետական շահ, ինչի մասին է խոսքը։ Հələ մի հատ նայեք մեր ամբողջ պատմությունը։ Մենք ինչպես ենք ԵԱՏՄ մտել ընդհանրապես։ Ինչ ձևով ենք հարաբերվել արևելյան գործընկերության շրջանակներում։ Այդ օրենքները որ տեղայնացրել են 2004 թվականից սկսած, ինչ որ մեկը համապատասխանում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքին, տնտեսական վիճակին, ռազմական, քաղաքական, պատմական բնութագրին համապատասխանում է թե չէ։ Ես ես կարող եմ այն ժամանակ մեզ ցանկը մոտս կար օրենքներ ասել, որ Google Translate-ով մի օրվա մեջ թարգմանել են, որտեղ մեջը փող կար։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա եկել են երկին են փրկում, վերադառնանք նախկին եւ այլն, ինչի մասին է խոսում։ Օր առաջ պետք է ազատվել այդ քաղաքական համակարգը, ճեղքել ու անցնել։ Ու նաեւ այն ժամանակ, երբ որ ես այս օրակարգերը տանում էի, ասում էի, այնպես չի որ ես միամիտ եմ։ Ես ասել եմ, այո, ես եթե ուզում ենք այս օրակարգը ճեղենք եւ այս փակ համակարգը ճեղենք, ասենք դուք պետք է պատրաստենք հարվածներ ընդունելու։ Եթե չէ, ուրեմն դուք ոչ մի բանի պետք չեք, դե մտածում եք քաղաքականության մեջ վերել են բոլոր ֆինանսները շախտան ձեր առաջ փառքով ձեռքի վրա բարձրացնեն, տանեն։ Չէ, եթե դուք ուզում եք իրական խորքային փոփոխություն, գնացեք եւ ճեղքեք համակարգ եւ դրա դիմաց ընդունեք հարվածներ։ Եվ հենց էսա գիտեք, հենց դրա համար էլ լրատվականներն են փակել եւ այլը մնացած, որտեղ դա վերջին միջոցն է այլևս պայքարելու, վերջին դրանից այլ միջոց ավել իմ դեմ պայքարելու որևիցե բան չկա։ Ոչ ֆինանսապես եմ կախված կամ երբևիցե կախված եղել, ոչ բարոյական առումով, ոչ մի շրջանակով, ոչ մի վերահսկողությունից դուրս մարդը իրենց համար ամենասարսափելի մարդն է, ամենա։ Դրա համար ինձ գիտեք ինչքան էին Նաև սկսած ինձ մոտիկ մարդկանցից վերջացած, գիտեք, ասում են հանկարծ անդիմությանը բարձ ասեք, գիտեք, դա կատաստրոֆա կլինի, լրատվականները ձեր առաջ կփակեն, կմեկուսանա, ձեզ կմոռանա եւ այլն, ասում եք, հա, հասկացանք, այդ ինչ իլյուզիաների մեջ ենք մենք ապրում։ Եթե դա գինը, ուրեմն դրա միջով պետք է անցնենք։ Եթե մենք այստեղ կենսունակ չենք, մենք ոնց կարող ենք հետո լինել երկրի իշխանություն
եւ հավակնել այս մեծ գերտերությունների մեջ ինչ որ մի բան փոխել, եթե մենք այս ներքին ճղճին վիճակը չենք կարողանում հաղթահարենք։ Իսկ այս մեծամասնության մասին է խոսքը գնում, գերակշիռ մեծամասնության։ Այս լրատվականները նույն բոլորը նույն կատարյալ կերպով Նիկոլ Փաշինյանի օրակարգը սպասարկողներ են, կատարյալ կերպով։ Ոչ մի տարբերություն չկա, եւ ես դա դեռ աղավնոյից եմ դրա մասին խոսում։ Որ ասում եմ տարբեր լրատվականներ եւ ընդդիմադիր իշխանական տարբեր օրը գալիս են ու նույն բան ասում, որ իրականության հետ կապ չունի։ Ամենավատ իմ համար ամենացավոտ օրինակը բերեմ։ Տեսել եք, չէ՞, օրինակ X ժամանակ առաջ, չգիտեմ, մի ամիս առաջ էր եւ այլն, ամենայն հարգանքով այդ կնոջ անձի նկատմամբ, մի կին կար, եթե չեմ սխալվում, Ախուրյանցի անու։ Տեսեք ինչա կատարվում։ Ախուրյանցի անու սարքել են քաղաքական դերակատար, բայց հարցը քաղաքական դերակատարը չի։ Բոլոր լրատվականները կրկնում են բոլոր, գերակշիռ մասը։ Այն ուժեղ ընդդիմադիրներն է հետը։ Տարածում են, բայց ընդհանուր միտքը գիտեք որն էր։ Ախուրյանցի անո կերպարը սարքել են մեր հասարակության հավաքական կերպարը եւ դուք նայեք քանի տարի է 20 թվականից մինչեւ հիմա մի դրական կերպար երբեք ոչ մեկ ցույց չի տվել։ Օրինակ ես իմ հոլովակներում անդրադառնում եմ օրինակ Ազնավուր Սաղյանին Մարտունու Մարտակերտի, թե Մարտուն չեմ հիշում, ներողություն եմ խնդրում, քաղաքապետին, ում ես նաեւ անձամբ եմ ճանաչել։ Այդ մարդը իրականում մեր իրականության լրջագույն էտալոնային կերպարներից է եղել, ով իր քաղաքացիական պաշտոնը թողելով գնաց է մինչև վերջ կռվել ու այնպեսի բաներ արի, իմաստն եմ ասում, օրինակ, կան ողջ լիքը մարդիկ կան։ Ինչն է ձեզ մոտիվացնում, որն է ձեր մոտիվը, որ դուք բոլոր լրատվականներով անընդհատ վեր եք հանում հասարակության ամենաոչ արժանի կերպարներին ու ցույց տալիս, որ դա մեր հավաքական կերպարն է, ու դուք ուզում եք դες գնալ փոփոխության, համատարած տեսեք, մեկը չկա, որ այդ գծից շեղված լինի։ Բոլորը ասում են, այ ես չենք մենք, այս ենք մենք։ Դա նույնն է ոնց որ դուք ունենաք երեխա, այդ երեխային ամեն օր ասեք, դուք անինքնասեր ես, դու փնթի ես, դու անգրագետ ես, դու ոչնչություն ես, ամեն օր ծեծես, վերջում ասես, այս երեխան քիչ չի դառնում գիտությունների դոկտոր, բայց չէ որ ճիշտ է գիտությունների դոկտորն է։ Դուք էս եք, դրա համար եմ ասում, այս համակարգը պետք է ճեղքվի։ Ուրիշ տարբերակ չկա։ Հետեւաբար ինչ որ մեկը որ կասի, մենք վայ բան, ես ինչ եք ասում, մենք անդիմադիր գոյություն չունի։ Անդիմադիր լրատվականի գոյություն չունի։ Չկա այդպեսի հասկացություն։ Նայեք ինչ օրակարգ են տամ։ Երբ որ ասում եք Նիկոլ Փաշինյանը թուրք-հայ դավաճանը, չի նշանակում դուք անդիմադիր եք։ Անդիմադիր լինելը չի նշանակում իշխանությունից փայ փախցնելու համար ինչ որ մեկին անպայման ասեք թուրք։ Դուք տեսեք դուք ինչ բովանդակության կրող եք։ Ինչ եք ներկայացնում, մենք ով ենք, ինչ ենք, ինչ օրակարգ եք ընդհանրապես հանում, ինչ օրակարգ եք սպասարկում ընդհանրապես։ Առավոտից լավ ինչքան կարելի է ասել, որ մենք, չգիտեմ, Ախուրյանցի անոյի տեսակն ենք։ Ինչքան կարելի է լավ։ Ինչ եք դրանում, ինչ եք ուզում ասել, թե ամեն ինչ վերջացել է, մենակ այդ 2 լայքի, 3 լայքի համար եք։ Ուրիշներին ամբողջ օրը փնովում եք, ամբողջ օրը փնովում եք, ասում եք, այ գիտեք, այս մարդ իշխանության մեջ է 2 կոպեկի համար, հա դուք էլ եք 2 կոպեկի համար անում։ Դուք պատրաստ եք օրինակ բովանդակություն տակ, ոչինչ, թող ձեր անդիմադիր որոշ շրջանակներ ձեզ իզգոյ համար են ներողություն այդ խոսքի համար, դուք պատրաստ եք այդ զոհաբերության, որ սկսեք նոր որակ տալ, նոր բովանդակություն տակ։ Այս ինչ եք անում, ինչ եք անում, տեսել եք անունները ընդհանրապես կապ չունի, գիտեք, տարբեր մարդիկ են հայոյանքը դարձրել մեր առօրյայի մասը, տեսել եք ինչ։ Այն մարդը ովքեր որ խոսում են անտանիք, ազգային արժեքներ եւ այլն, դուք տեսել եք ում են իրանք PR-անում։ Դուք տեսել եք ամենավերջի սրբությունների հայ-հոյող, ես իմ չգիտեմ, դուք տեսել եք ոնց են PR-անում։ Դուք տեսել եք ինչա կատարում, ինչի մասն է խոսքը, ասում եմ, այս մարդիկ 0.1% Նիկոլ Փաշինյանից տարբեր չեն տարբերում, դե բնական է դա ինչ որ որևիցե մեկի համար գաղտնիք չի այլևս, որ այս իշխանությունը բերել է նախորդ իշխանություն, դա բոլորի համար ասենք, այնց բարձր ոնց որ մեկ գումարած մեկ, բայց դուք որակը նայեք ինչա կատարվում։ Մի հատ տեսեք, ուղղակի իմաստ չկա անգամ անքը ինձ թվում է սրա մասին խոսալ։ Ու հիմա երկրորդ կեղծ օրակարգն է, չի առաջ եկել։ Ասում են, դե լավ, ինչ է քննարկում երկու նախագահների բախումը եւ այլն, անցյալից մի խոսացեք ոնց եք Նիկոլ Փաշինյանին հեռացնում։ Սա մյուս մանիպուլատիվ Նիկոլ Փաշինյանի օրակարգն է, մյուս։ Ու այս մարդիկ կամ անմիտ են, կամ լավ չեն պատկերացնում, ինչա տեղի ունենում, ու ազնիվ են, բայց լավ չեն պատկերացնում։ Քանի դեռ այդ անցյալ ասվածը, որ դուք ասում եք մոռանանք, կառավարումը մեր ներկան ու ապագան, դուք չեք կարող հաշվի չառնել անցյալը։
Դուք չեք կարող չբացահայտել, չտեսնել երևույթների միջև կապը, չեք կարող չճանաչել իրականությունը ով է, ու դուք պայքարեք ինչ-որ մի բանի դեմ կամ հանուն ինչ-որ մի բանի։ Դա անցյալ չի, ինչ որ դուք ասում եք ով է բերել էս իշխանությունը, դա ներկան է մեր։ Այդ անցյալը կամ ձեր ասած կառավարում տոտալ վերահսկողության տակ ապահովում մեր ներկան, հետեւաբար նաև մեր ապագան։ Ինչա նշանակում եկեք այդ հարցը անցնենք։ Կամ երբ ասում եք եկեք բոլորով միավորվենք, բոլորով չուզեն շաբլոն այդ արտահայտություններ կա, չէ՞, բոլորով եկեք միավորվենք, որ գնանք փոխենք այս իշխանությունը։ Կամ մենք պետք է միավորվենք։ Ես դրա մասին նույնիսկ գրել էի, ասել եմ, երբ որ ասում եք մենք պետք է միավորվենք, կարող եք ասել մենքը ով ենք եւ ով մենք չենք։ Այս հարցի միջև չպատասխանեք, ի՞նչ է նշանակում մենք բոլորս պետք է միավորվենք։ Եթե դուք մտածում եք պետք է միավորվեք պարլամենտական ընդդիմության կամ նրանց ածանցիալ ուժերից մեկի հետ ու իշխանություն տանեք, դա հենա ձեր իշխանությունն է, ինչի դեմ եք միավորվում։ Ոնց որ պահել եք իշխանությունը, ատամներով պահում եք այս իշխանությունը, որովհետև առանց Նիկոլ Փաշինյանի չկա պարլամենտական ընդդիմություն։ Եվ սա ֆանտաստիկ գիտի նաև Նիկոլ Փաշինյանը։ Չկա Նիկոլ Փաշինյան առանց պարլամենտական ընդդիմության։ Եվ սա նրանք գիտեն։ Հետևաբար ինչի մասին է խոսքը։ Դրա համար եթե ուզում եք գնալ փոփոխության, դի պատրաստնեք գնալ զոհաբերության նաև։ Զոհաբերություն անպայման չի ու գնաք մեռնեք։ Դրա մասին չի խոսքը։ Պետք է հարվածներ ընդունեք։ Եթե դուք կարծում եք, որ դուք դուրս եք գալու համակարգի դեմ բոլորը ձեզ փառաբանելու են, ոչ, սխալվում եք։ Եթե պատրաստ չեք այդ զոհաբերության, միայն մտեք process-ի մեջ։ Ամենակեղտոտ բաները ասելու են, ամենա, բայց այդ ամեն ինչ ունի ժամանակ, չէ՞։ Հետո ժամանակը գալու է, չէ՞ որ երևալ է ով որտեղ ով էր ու հետո այդ ամեն ինչի պատասխաններն է չէ՞ տրվելու։ Հիմա տեսեք ինչքան հեշտ է փնովել, որտեղ խոսքը արժեք չունի։ Բացարձակ արժեք չունի, դրա տակ պատասխան անգամ չեն դնում։ Բայց այդ ժամանակը միշտ չի լինելու, չէ՞։ Հետո այդ մարդիկ չեն նաև շատ որ երիտասարդ են, բա հետո ինչ եք, բա հետո դուրս է գալու, չէ՞, դեմ դիմաց։ Հետո ոնց եք ապրելու։ Լավ 5 տարի էլ գումար ստացան, բա հետո Պարոն Պետրոսյան, եւ ամփոփելով մեր զրույցը, ինչ եք կարծում, գնում ենք 2026 ընտրություններին, թե արտահերթ ընտրություններ են լինելու եւ արդյոք դուք մասնակցելու եք ընտրություններին եւ ում եք միանալու։ Կարծում եմ մենք գնում ենք 26 թվականի ընտրությունների, եթե իհարկե ինչ որ ֆորս մաժորներ չլինի, գոնե այս պահին չկա ինչ որ մի նախադրյալ, այս պահին, որը կարող է տանել արտահերթ ընտրությունների։ Եվ իշխանությունն էլ ինձ թվում է պատրաստ չի, եթե պատրաստներ ինքը 1 րոպե առաջ կգնար արտահերթ ընտրությունների։ Եվ այս պատճառով չի գնում, իսկ ինչ վերաբերում է մեր ընտրությունները, եթե եղավ ընտրությունները մենք անպայման մասնակցելու ենք, բայց մեր միակ օրակարգը ընտրությունների մասնակցելը չէ։ Այսինքն մեր օրակարգը պարզ է առաջին հերթին իշխանափոխություն, բայց մեր խնդիրը իշխանափոխությունը չէ, դա ընդամենը ճանապարհ է նպատակին տանում, միջոցն է իշխանափոխությունը, մեր նպատակը հայկական պետությունն է։ Այսինքն, բայց իշխանափոխությունը դրան տանող առաջին քայլն է։ Այդ առաջին քայլը թե կլինի պայմանական եմ ասում փողոցային տրամաբանության, փողոցային շարժման տրամաբանության մեջ մենք այդ ճանապարհով կգնանք, այսինքն պետք է ժամանակը թայմինգ ասվածը ճիշտ լինի, այսինքն դուք չեք կարող հիմա ասեք, գիտեք ոնց են, չի մի հատ ծեծված խոսք է, չէ, փողոց ազատ է, դե գնացեք լցրեք։ Անհեթեթություն է, նշանակում քաղաքական մտքի իսպար բացակայություն է։ Ամեն ինչի ժամանակ կա, ձև կա, ժողովրդի էներգիա կա եւ այլ հազար տարբեր կոմպոնենտներ կա։ Այսինքն մեր խնդիրը այնպես չի, որ մենք գնում ենք անպայման 2026 թվականի, ոչ, մենք պատրաստվում ենք բոլոր հնարավոր միջոցներով, հնարավորության պարագայում այդ իշխանափոխությունը իրականացնելու ու մեր ներդրում այդ process-ում ունենալու։ Իսկ եթե ընտրություններ լինի այս կոնյունկտուրայով, որ հիմա կա, որ գոնե ծանոթ ենք, միանալու մասին ընդհանրապես խոսք գնալ չի կարող որևիցե մեկին այս պարագայում ովքեր որ կան այս պահին, ում որ ես հիշում եմ այս պահին, որտեղ կարող եմ 1-2-ին ասեք, ասեմ, իրենց մասին մոռացել եմ, բայց այն հայտնի ուժերը եւ այլն դրանց մասին անգամ իմաստ չունի խոսալ, որտեղ մենք առաջին հենց այդ փակ շրջանակը պետք է հաղթարենք, ինչ միանալու մասին է խոսքը։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան։ Հիշեցնեմ, իմ հյուրն էր քաղաքագետ ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։ Կհանդիպենք։